Բարև ձեզ։ Փաստինֆո եթերում շարունակում ենք հետևել միջազգային իրադրությանը։ Իրան-Միացյալ Նահանգներ դիմակայությունը շարունակվում է, բայց այս անգամ առանց Իսրայելի։ Այս կոնֆլիկտի առանձնահատկությունն այն է, որ վերջին պատերազմը առանց Իսրայելի է տեղի ունենում եւ դեռևս իսրայելական բանակը չի մտել գործողության մեջ։ Ինչով է սա պայմանավորված, կարծում եմ առաջիկայում կտեսնենք, թե ինչ է որոշել Թրամփը եւ ինչու է այս որոշումը կայացվել։ Այնպիսի տպավորություն է, որ այս անգամ Թրամփը եւ Նեթանյահուն որոշել են արաբների միջոցով պատերազմը շարունակել Իրանի դեմ։ Ինչու ենք այդպես կարծում։ Թրամփը բավականին հետաքրքիր հայտարարությամբ է հանդես եկել դիմելով Պարսից ծոցի երկրների ղեկավարներին, նշել է, որ եթե այս շաբաթ խաղաղության պայմանագիր չստորագրվի Իրանի հետ, ապա նրանք պետք է պատրաստ լինեն Իրանի հետ դիմակայության ուժեղացմանը։ Ինչ է սա նշանակում։ Սա ըստ էության նշանակում է, որ արաբական երկրները պետք է եւ ֆինանսավորեն այդ պատերազմը, եւ եթե պետք լինի, իրենց ողջ զինուժը ներդնեն Իրանի դեմ ռազմական գործողությունների համար։ Իսկ ինչ կարող են անել Պարսից ծոցի երկրները։ Բնական է, նրանք չեն կարող հարձակվել Իրանի վրա, որովհետեւ նման հնարավորություն չունեն, բայց իրենց տարածքում կարող են տեղակայվել ամերիկյան եւ նաեւ սեփական հոբ համակարգերը, որոնք եւս ամերիկյան են, բայց գնված արաբական փողերով, որպեսզի ամեն գնով պաշտպանեն Իսրայելը Իրանի հարձակումներից։ Այն, որ այդ հարձակումները լինելու են, կասկած չունենք։ Այս պահին Իսրայելը չի մասնակցում պատերազմին եւ այս պահին Իրանը բավականին հետաքրքիր գործողություններ է իրականացնում եւ հետաքրքիր ուղղությամբ է առաջ շարժում։ Նրանք վերացնում են արաբական երկրների հոբ համակարգերը, երբ վերջում, երբ այլևս խանգարող չի լինի, Իրանը կսկսի ուղիղ հարվածներ հասցնել Իսրայելին։ Սպասենք տեսնենք, թե ինչպես է իրադարձությունները զարգանալու եւ որն է լինելու արաբական պետությունների դիրքորոշումը այս ամենում։ Մյուս թեման, որին ցանկանում եմ անդրադառնալ, Թրիփի հետ է կապված։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հետաքրքիր հայտարարություն է տարածում, համենայն դեպս նրան մոտ կանգնած լրատվամիջոցները։ Նրանք դիմում են տարածաշրջանի երկրներին, նշում, որ պետք է հանգիստ լինել եւ Թրիփը չի բացվելու։ Այն պաշտոնյաները ամերիկացի, որոնք ժամանել էին Հայաստան, որպեսզի մասնագիտական քննության ենթարկեն Թրիփի հնարավոր ճանապարհները, ըստ իրանական կողմից նրանք ուղղակի ուշադրություն շեղելու համար են։ Եվ հետաքրքիր հայտարարությունը վերջում է լինում։ Ըստ էության նշում են, որ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը կբացվի միայն այն ժամանակ, երբ դա կհամապատասխանի Իրանի շահերին եւ այս տարածաշրջանի իրական տերերի շահերին։ Բնականաբար իրական տերերից մեկն էլ Հայաստանի Հանրապետությունն է։ Իրանը երբեք չի թաքցրել, որ Թրիփի հետ կապված այն պետք է համապատասխանի եւ Իրանի եւ Հայաստանի շահերին, բայց կարծում ենք նաեւ տարածաշրջանի մյուս պետություններին էլ է սա վերաբերվում։ Եվ վերջին զարգացումները Թրիփ+-ի հետ կապված գալիս են լրացնելու Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի այս հայտարարությունը։ Թրիփը կիրականացվի, այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը կբացվի միայն այն ժամանակ, երբ դա կհամապատասխանի տարածաշրջանային պետությունների կամ գրեթե բոլոր պետությունների շահերին։ Եվ դատելով, թե ինչ պաշտոնյա է նշանակում այդ կորպորացիայի ղեկավար, ով է այդ պաշտոնյան, ինչ պատմություն ունի, ակնհայտ է դառնում, որ այս ամենը նաև կարող էր համաձայնեցված լինել Իրանի հետ, կամ առնվազն Իրանը չի առարկել, որպեսզի սույն պաշտոնյա նշանակվի այդ պաշտոնին։ Սպասենք տեսնենք, թե այս ուղղությամբ եւս իրադարձությունները ինչպես են զարգանալու։ Այս թեմաներն էին, որոնց այսօր ես ցանկացա անդրադառնալ, դուք շարունակեք բաժանորդագրվել մեր YouTube ալիքին, ինչպես նաև շնորհակալ ենք այն նվիրատվությունների համար, որ արվում է ձեր կողմից մեր ալիքի աշխատանք նախապան ապահովելու համար։ Այսօր այսքանն է, շնորհակալություն, կհանդիպենք հաջորդ անգամ։